Ամեն անգամ, երբ Ցիսկարիձեի մասին խոսք ա գնում, դուք ինձ մի հատ միամիտ բան եք ասում։ Ցիսկարիձեն հայերին միշտ գովացել ա, ինքը օրինակ ասել ա, որ Վագանովան, создательница российского балета, հայուհի ա։ Ժողովուրդ, դուք ընդհանրապես որ լսում եք կամ կարդում եք, դուք չեք հասկանում, ինչ եք կարդում։ Նա հայերին չի գովացել այդտեղ, իրան ասել են դու վրացի լինելով, ինչ գործ ունես մեր ղեկավարը լինես մեզ ռուսներից գլխին, նա էլ օգտագործել ա մեր անունը, ոնց որ միշտ պարազիտի նման եկել են կպել են մեզ, նույն ձևի ասել ա, որ բայց ոչինչ, որ ձեր բալետը հայուհի ա ստեղծել, այդ ինչի, բա ես վրացի լինելով չեմ կարա լինեմ ձեր ղեկավարը, եթե ձեր բալետը սկի դուք չեք ստեղծել, ձերը բալետը հայուհի ա ստեղծել, այդքան բանար է, օգտագործել ա էլի մեր անունը, որպեսի ինքը ղեկավար լինի, իսկ դուք այդ հասարակ բանը չեք հասկացել, ու ամեն անգամ հենց Ցիսկարիձեի մասին խոսում ենք, ասում եք, բայց ինքը մեզ գովել ա, այն որ դուք հենց մեր անունը մեկի բերանից լսում եք, գիտեք գովում, ա, տենց ուրախացած էլ դուք շատ անգամ գրքեր եք առնում, ասում եք, այս գիրք են գրել հայերի մասին, գնանք առնենք, բայց մի հատ այդ գիրքը առեք, բացարեք, կարդացեք ինչա մեջը գրած, տնաշեններ Վրացիները թուրքերի, ազերիների հետ ինչ գիրք ասես սպոնսոր են դառնում, որ հայատյաց գրքեր տպագրեն ու լիքը մեր մասին սուտ բաներ մեջը գրեն, որ մենք եկել ենք, մենք բնիկ չենք, դա արդեն շուտվանից է, այնքան գրքեր գիտեմ, ես ուղղակի չեմ խոսում այդ գրքերի մասին, որ ռեկլամ չանեմ, որ իզուր տեղը չգնա, որտեղ նենց էլ բռնում են այդ գրքերը, բացում են, այդ խոսքերը ասում են, կրկնում են, ինչի իզուր տեղը, բայց ասում են, վրացիները լավ էլ գիտեն, հենց իրանք են անում, մի հատ Սահակաշվիլիից իմացեք, 11 հոգանոց դիպարտամենտ ուներ, իրանց ղեկավարը իմ հետ խոսել ա ու ասել ա, որ ինքան միամիտ են ձեր հայերը, մենք հոլովակներ ենք սարքում, որտեղ գրում ենք, որ մենք հայեր ենք իբր թե անունը դնում ենք Դաշնակ ու Ասալա ու բոլոր հայերին հավատացնում ենք, որ դա ձերն ա, դուք եք բացել ու այդ հոլովակների իմաստը, որ մենք գալու ենք Աբխազյան մեզանով ենք անելու, ծովից ծով Հայաստան ենք դարձնելու, Աբխազյան մերն ա ու աբխազներին մեր դեմ են հանում, բայց աբխազները խելացի են, հասկացան, որ դա հայերը չեն ու ես իրանց դիմեցի, ես իրանց գրեցի, հատ առ հատ 20 տարվա պատմություն եմ պատմում, գրեցի իրանց ակտիվ աբխազներին, ասեցի դա մեր հոլովակները չեն, մեր մոտ տենց միտք ընդհանրապես չկա, դա վրացիներն են, անուն ազգանունն էլ գիտեմ, նկարներն էլ ունեմ, ով ա դրանց ղեկավարը եղել, հետո որ իրան հարցեցինք, բայց ինչա չես էլ գրում, ասեց դե Սահակաշվիլին դուրս եկավ, էլ փող չի տալիս, սպոնսորություն չեն անում, ինչի է ժամանակը կորցնեմ ձեր հետ կռվելու ձեր մասին, բայց այն վաղ Սահակաշվիլին լավ փող էր տալիս, սաղ աշխարհով մեզ փնովում էին Ինքան բաներ գիտեմ, գրքեր կարամ գրեմ, եթե մեր ղեկավարությունը ընդհանրապես խելք ունենար, չորսնել միասին, գոնե մի անգամ ինձ կդիմեին կասեին, մի հատ էս տղեկատվական պայքարից մի բան պատմի էլի, ոչ մի բան ճիշտ չեք անում, այսինքն որ նայում եմ ինչ եք անում, ոնց որ ամեն ինչ անում եք նենց, որ մեզ վատ լինի, Հայաստանին վատ լինի, մի քիչ խելքով արեք, էլի, այն մար չունեք այդ խելքը լսեք, ձեզ բացատրում ենք, ասում ենք,